Այդ որ մենք ասում ենք ուրիշներին նայելով ասում ենք բան գազան, բայց մենք հələ մեզ պետք է նայենք ժողովուրդ ջան։ Մեզ պետք է նայենք, ես երեք ազգային ժողովում ասացի, որ ընդդիմադիր պատգամավորներից մեկը հարց է տալիս, ասում է ինչ եք ուզում դուք վերջը այս ժողովրդից։ Ինչ եք ուզում, իբր այ դավաճաններ, այ սրիկաներ ինձ ցույց տալով, այ տականքներ, կամ կներեք ներողություն հարգելի գործընկ, այ տականք, այ սրիկա։ Չէ, ինչ եմ վերահասցեագրում, դուք ընդեղ չեք եղել, նկատի ունեմ չելնի էլի, որ ինչ եք ուզում, ասում, ինչ ես ուզում այս ժողովրդից, ասցի մի պարզ բան եմ ուզում եմ, որ մենք աշխարհը ճանաչենք, որովհետև մենք նման ենք մեր վերջին մի քանի 100 տարվա պատմությունը, հա մի անգամ էլ ասցի, որ պետք է նայենք, լավ ինչ է տեղի ունեցել, ինչի է տեղի ունեցել, էլի ամբողջ Սփյուռքը եւ Հայաստանի մի մասը փետը առավ ընկավ իմ հետևից։ Դե ես ուրացողը, էսա եւ այլն, սպարզ բան եմ անում։ Ասում եմ, երբ որ մենք հայտնվել ենք, մենք գիտեք նման ենք մի սուբյեկտի, որը հայտնվել է մայրուղու վրա, ու իրան անդադ վրա երթ են ենթարկում։ Վերակենում էլի ավտոյի տակ կանգնում, վերակենում ու ինքը չի հասկանում, ինչի է անդադ ավտոյի տակ ընկնում։ Որովհետև ինքը չգիտի երթևեկության կանոնները, ինքը չի կարող կարդալ ճանապարհային նշանները, ինքը չգիտի, որ ինքը այդտեղ չի կարող գտնվել, որովհետև այդտեղ գտնվելը 95 եւ ավել տոկոս հավանականություն է ստեղծում, որ ինքը մեքենայի տակ կընկնի, որովհետև այդտեղ կանգնողը անկախ ան ոչ թե դիմացի մեքենան գազան է, այլ ինքը ընկնելու է այդ ավտոյի տակ, հասկանում եք։ Սրա մասին է խոսքը։ Խնդրում եմ, եկեք դուրս գանք այդ բանից։ Հայաստանի վարչապետը աշխարհի բոլոր հայերի պատասխանատուն չի։ Եվ ես այս համայնքային հանդիպումները անում եմ, որ ասեմ ժողովրդի վրա հույս չդնեք։ Դուք ձեր համայնքներում ձեր խնդիրները լուծեք։ Իսկ գազանի մասին ձեր ասածը ինձ մի անեկդոտ, ես հույս ունեմ, էսի խոսալու ձևը շատ անլուրջ չի թվա, բայց մի հատ անեկդոտ կա, որը ձեր հարցի շատ ճշգրիտ պատասխանն է։ Բանը քնարական հերոսը գնում է որ ջուր խմի։ Տենում է վիշապը ջրի վրա նստած է։ Գիտեք այդ լեգենդը, որ վիշապը ջրի վրա նստել է, ու հենց մոտենում է, տենում է վիշապը իր գլխով այդ ջրի մոտ նստած է, թուրը հանում է, սկսում է կռվել, այս վիշապի մի գլուխ կտրում է, հետո էլի այս վիշապ բնականաբար գազանը արձագանքում է, բայց հերոսը, քանի որ շատ ուժեղ հերոս է, բռնում է այս վիշապի երկրորդ գլուխն է կտրում, մեկ էլ այս երրորդ գլուխն ասում է մի րոպե, ինչ ես ուզում, ինչ ես կտրում գլուխս, ասում եմ ջուր խմեմ, ասում է խմի, օ, հիմա դե ինձ որ այս բանի հայության այս բանը մեր բոլորից, վայ նրանց նպատակը Թուրանն է, ինչ են ուզում իրանք, ուզում են Հայաստանի տարածքով գնան գա, թող գնան գա անիքի, վատա դա մենք ենք առաջարկում, մենք ենք այս նախագծով, ասում ենք իրանց էլ ենք ասում ենք ինչ եք ուզում, ասում են ուզում ենք գնանք բան, արևելք, արևմուտք, հյուսիս, ասում ենք գնացեք, ինչու՞մն է պրոբլեմը, իսկ ինչի պետք է չգնան, պատկերացնեք 21-րդ դարում երկիր, դուք կարող եք այսօր ցույց տալ զարգացած որևէ երկիր, որի սահմանները փակ են։ Ես առաջարկում եմ եկեք չմտնենք ով փակեց, ինչի փակեց, չէ մենք չենք փակե, իրանք են փակե, չէ իրանք չեն փակե, մենք ենք փակե, չէ իրանք են մեղ։ Ես դրա համար եմ ասում։ Ասում եմ, երբ որ մենք կառուցում ենք հարաբերություններ զրոյից, դա ուրիշ խոսք։ Հիմա որ մենք գնանք սկսենք պարզաբանել, ով է մեղավոր, որ փակ է, մենք երբեք դուրս չենք գա այդ խոսակցությունից։ Մենք այսօր ասում ենք, Ժողովուրդ ջան, ինչ ամ է, ուզում եք գնանք, մենք էլ ենք ուզում գնանք, մենք էլ ենք, եկեք բացենք սահմանները, եկեք բացենք Թուրանը, հա բայց կներեք, որ մենք Հայաստանի Հանրապետությունը ուզում ենք զարգացնենք, պատկերացնում եք,
Թուրքիայում քաղաքական շրջանակներ ունեն, ասեն հələ սրանց տեսեք։ Սրանք ուզում են Հայաստանի Հանրապետությունը զարգացած բարեկեցիկ պետություն լինի։ Մենք ուզում ենք Հայաստանի Հանրապետությունը զարգացնենք, իրանք էլ ունեն, մենք էլ կներեք, մենք էլ օրենք ենք ընդունել Հայաստանի Հանրապետությանը Եվրամիությանն անդամագրվելու գործընթաց սկսելու մասին։ Իրանք էլ Թուրքիան էլ որոշակի ուզում է տնտեսական ակտիվ կապեր, այսինքն կապեր ունի եւ զարգանում են այդ կապերը, այդ թվում կենտրոնական Ասիայի հետ, Չինաստանի հետ, ուզում է ավելի շատ հաղորդակցության ճանապարհներ ունենա։ Ինչն է անտրամաբանական։ Մենք այդ ամեն ինչին մի հատ վերնագինը դնում ենք Թուրան, ու վերջ գնաց, վայ, ուզում են Թուրան, Ժողովուրդ ջան։ Մարդիկ եկեք մենք էլ ապրենք։ Եկել ուրիշներին էլ մեր չափով, մենք չէ որ պետք է որոշենք, բայց մեր չափով ուրիշներին էլ հնարավորություն տանք իրանք էլ ապրեն։ Ես ասել եմ, մենք ասել ենք Զանգեզուրի միջանցք չի լինելու, լինել բա խաղաղության խաչմերուկ, դա ինչ նշանակում, որ փոխադարձ հարգանքի, փոխադարձ իրավազորության, ինքնիշխանության, ճանաչման հիման վրա եւ նաեւ որոշակի տեսեք այսօր երկրները ընդհակառակը ամեն ինչ անում են, որ բեռնափոխադրումները իրանց տարածքով տեղի ունենան։ Մենք ասում ենք եկեք փակենք հանկարծ ոչ մեկ մեր տարածքով չանցնի։ Դեն չի լինում։ Բա ինչի համար ենք պետություն ստեղծել։ Ես նկատի ունեմ, չգիտեմ, մեր տեսակետից ուրիշներն են գազան, ուրիշների տեսակետից մենք ենք գազան, բայց պատմությունը նույնն է։ Ինչ որ մեկը գնում է, տենում է վիշապը ջրի կողքը նստած է։ Է վիշապն էլ է ջուր ուզում խմի, դու էլ խմի, ինչ խնդիր կա։ Պայմանական անեկդոտի վիշապ էլի, խնդրում եմ բառացի չհասկանալ։ Ես էլ եմ ասում, երբ որ ասում եմ աշխարհը ճանաչենք, այդ նկատի ունենք։ Որովհետև երբ որ բառը մենք բառեր ենք դեմոնիզացնում, հետո այդ բառերը տարբեր տեղեր որպես ցուցանակ դնում ենք ու սկսում ենք սարսափել այդ բառերից, որը իհարկե այդ գործոնն էլ պետք է հաշվի առնենք, որովհետև ընկալումները շատ կարևոր են։ Հիմա իմ այցի, օրինակ ես այսօր որ մտածում եի, որ օրինակ ավելի գլխավոր համատեքստը որը պետք է լինի։ Մենք պետք է այն վերջին կետի մասին։ Մենք պետք է արձանագրենք մի բան, որ մեր համաձայնությունը ինչի շուրջ պետք է լինի։ Հայաստանը սպառնալիք չի Թուրքիայի համար, Թուրքիան սպառնալիք չի Հայաստանի համար, բայց ո՞նց դա ձևակերպել։ Դրա համար էլ հեշտ չի։ Եվ ես դրա համար էր, որ ես ինչի համար ասացի, օրինակ, ինչն էր ինձ դրդում, որ ես ասեի, որ Արևմտյան Հայաստանը Արմավիրի մարզն է։ Արաքսից այն կողմ Հայաստան չկա։ Արաքսից այն կողմ Թուրքիան է։ Որպեսզի ես ցույց տամ, որ Հայաստանը եւ դա մեր ռազմավարական պատկերացումն է եւ այսօր մարզից մարզ ես գնում եմ գյուղից գյուղ իրական Հայաստանի գաղափարախոսությունն եմ ներկայացնում, որ ժողովուրդ ջան, հերիքա մենք հայրենիք փնտրենք, մենք հայրենիքը մեր գտել ենք եւ մեր հայրենիքը այս դեղին Հայաստանի Հանրապետությունն է։ Ստեղից դուրս Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հայրենիք չունեն, ինչը ձեզ չի արգելում, որ հիմա Ստամբուլը ձեր հայրենիքն է, չէ՞ նաեւ։